Փնտրում եք մեծ, շատ մեծ penthouse 5 ննջարանով, 4 սանանգույցով, գերազանց վերանորոգումով, նայեք ռիլը մինչև վերջ։ Սա հյուրասենյակն է, բայց սա առաջի հյուրասենյակն է, կարելի ասել, շատ մեծ, լուսավոր, ֆրանսիական պատշգամբով, գույք տեխնիկայով վաճառվում է։ Գտնվում ենք Շիրվանզադեի դպրոցի հարևանությամբ, Վաղաշան 26, կոտորակ 4 հասցեն է, Արաբկիր համայնքում ենք։ Եկեք խոհանոցը ցույց տամ, սա ցանկացած կնոջ երազանքը։ Տեսեք ինչքան մեծ, ընդարձակ, լուսավոր, ունեն ելք դեպի բաց պատշգամբ, գույք տեխնիկան հագեցած։ Երկու ավտոմեքենայի համար նույնպես ունենք ավտոհանգրվան ստորգետնյա, վերջին հարկն է 10 հարկանի շենքի 10-րդ հարկում։ Տեսեք, Կոմիտաս 15-ն է, Կոմիտասի պողոտան, ու շատ լավ է, չէ՞ որ երկրորդ գիծա, հանգիստա տերասայում է։ Ասենք, որ ունենք տանիքում հատված, որը կարող եք օգտագործել հանգստի զոնա, մանգալ։ Chilling zone կա։ Այո, chilling zone։ Հենց տանիքում դա նույնպես կցուցադրենք։ Ինչի մասին էի խոսում, որ ասում էի կարելի ասել առաջի հյուրասենյակն է, որովհետև այստեղ էլ ունենք այդպիսի հատված, էլի կահավորմամբ, լուսավոր, հեռուստացույցն էլ է այստեղ։ Ուշադրություն դարձրեք, հատակը ինչ գեղեցիկ է, իդեպ տրավերսին է, ոչ մետլախ է, ոչ բան, ու ինքը շնչող քար է, ներսն է կարելի օգտագործել, ննջարաններում պարկետ է, որ էլի շատ լավ խնամված։ Սա կարող են օգտագործել որպես աշխատասենյակ։ Նախասրահն է, ունենք մեծ ներկառուցված պահարան, մուտքի դուռը։ Մուտքն է շատ գեղեցիկ է, տեսեք, հարկում մենակ դուք եք, այս պրիվատնեսը շատ կարևոր է, ընդարձակ լուսավոր վերելակով, դամաֆոնով, վիդեոով։ Տադամ գնանք ննջարանները։ Ու արդեն այս կողմում էլ առանձնացված ննջասենյակների հատվածն է։ Այստեղ ունենք զգեստասենյակ, շատ գեղեցիկ, մեծ սանհանգույց լոգասենյակ։ Սա առաջին ննջասենյակն է, տեսեք ինչքան գեղեցիկ է ամեն ինչ, բաց գույների մեջ ունենք մեծ զգեստասենյակ ու մտնում է մեծ լոգասենյակ։ Այո, մեծ լոգասենյակ սանհանգույց։ Գովասանքի արժանի է, երբ որ բնակարան ունի ննջարան, յուրաքանչյուր ննջարան իր սանհանգույցը, ասեմ ավելին զգեստա սենյակը առանձնացված, միայն այս սենյակը չունի, սա կարելի է համարել մանկական։ Բայց այս սենյակը տեսեք ինչքան հետաքրքիր է դիզայնը, շատ գեղեցիկ է։ Աշխատելու զոնան առանձնացված, հանգստի զոնան առանձնացված, երեխան որ տնեցիների հետ կռվի կարող է հանգիստ այստեղ գոյատևի։ Ֆրանսիական պատշգամբել ունի։ Սա էլ ունի իր առանձին սանհանգույց լոգասենյակը, էլի շատ մեծ է, վաննա էլ է տեղադրված։ Սա էլ է շատ մեծ, էլի լուսավոր, ունենք ելք դեպի բաց պատշգամբ, ստեղից արդեն տեսանը բակային հատված։ Հայլին ինչ լավն է։ Մեծ հայլի, էլի շատ գեղեցիկ սանհանգույց լոգասենյակ, էլի վաննայով։ Սա էլ տանիքն է, ասենք, որ կա գեներատոր հոսանքի համար, եթե շենքում լույսները տանեն, դուք կունենաք հոսանք, այո։ Գեներատորը մարզվելու համար հարմարություններ, ունենք լավ խորոված ուտելու զոնա։ Այդ տեսարանն էլ լռում եմ, էլի դիրքը նայում է դեպի Կոմիտասի պողոտա, նայեք, սա կարելի է բատ ուտե դնել։ Այստեղ էլ ունենք սենյակ, որտեղ անգամ ջուր կա։ Ջրիկետ, օթորակի, ճեսկաչելյանները ամռանը դնում եք, տնեցիներից առանձին, կարագ հյուրեր ընդունեք, նստեք, խնջույքներ վարեք։ Դե զանգա արեք։